Վանաձորյան օրերը կրկին ամփոփել է Վանաձորի շաբաթը իսկ այն հարուստ էր իրադարձություններով, սակայն մինչ դրանց անդրադառնալը նորից անդրադարձ Մարզկենտրոնի ճարտարապետական տեսքին եւ ինքնակամ կառույցներից քաղաքը մաքրելու գործընթացին։ Տասնամյակներ առաջ, հատկապես 88-ի երկրաշարժից հետո մարդիկ կցակառույցներ եւ նոր սենյակներ էին ավելացրել իրենց բնակարաններին, դրանք համապատասխան ձևակերպումներ չունեին։ Նույնիսկ 50-ից 60-ական թվականներին կառուցված տներ կան, որոնք այդպես էլ չեն օրինականացվել, ուստի եւ չեն կարող ոչ ժառանգվել, ոչ օտարվել, ոչ նվիրատվության արժանանալ։ Դրանց տերերը այսօր էլ գումար չունեն տուգանքները վճարելու եւ օրինականացման համար։ Խորհրդային տարիներից ի վեր ոչ պատշաճ ձևակերպումներով կառուցված բնակելի տարածքների անհատական տների օրինականացման process-ը մի քանի տարի է իրականացնում էր Վանաձորի քաղաքապետարանում հատուկ այդ նպատակով ստեղծված ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման բաժինը։ Բաժնի գործառույթներն այժմ իրականացնում է ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժինը, մինչեւ 2001 թվականի մայիսի 31-ը կառուցված բնակելի տներն ու զավթած հողամասերն անվճար օրինականացնելու մասին ոչ վաղ անցյալում կառավարության կայացրած որոշումը խթան հանդիսացավ, որպեսզի մարդիկ առանց երկմտելու օրինականացնեն իրենց բնակարանները։ Մինչև 2001 թվականի մայիսի 31-ը կառուցվածքները տները ամբողջովին օրինականացվում են առանց որևէ տուգանք տուրք վճարելու, հողամասերի առումով, եթե ընդհանրապես հողամաս չի ունեցել 400 մետր հողամաս ձրի տրվում է քաղաքացուն, եթե ավելի շատ է նրա զբաղեցածը 400-ից ավել է, տարբերության համար կադաստրային արժեքով քաղաքացին վճարում է։ Եթե ունի որոշակի հողամաս, մինչև 300 մետր ավել զբաղեցածը, 300 մետրը մինչև իր ավելացվում է իր ունեցած հողամասին, անկախ նրանից, թե ինչքան է օրինական ունեցել։ Մնացածի համար արդեն կադաստրային արժեքով վճարում է։ Սա բավականին հեշտացրեց գործընթացը եւ այդ կառավարության որոշումը ընդունելուց հետո բավականին մեծ թվով սկսեցինք դիմումներ ստանալ։ Բաժնի պետ Տիգրան Պապանյանի խոսքով այժմ էլ ապօրինի շինություններ երբեմն հայտնաբերվում են, դրանց համար խիստ տուգանքներ են սահմանված։ Համայնքի հողում կառուցված ինքնակամ շինության համար կապ չունի, թե ինչ շինություն է, տուն է, խանութ է, թե մի կրպակ է, ուրեմն նախատեսված է 400,000 դրամ տուգանք եւ եղածի քանդում։ Անկախ ինչքան, այո, հստակ դա չի կարելի փոքրացնել կամ մեծացնել ելնելով շինության չափերից։ Ուրեմն սեփական հողում, եթե ապօրինաշինություն է կատարվել այսօր 200,000 դրամ տուգանք է եւ արդեն եթե չի խանգարում հարևաններին եւ այլ նորմալ ճարտարապետական տեսք ունի, ճարտարապետական խորհուրդը ուսումնասիրում է այդ շինությունը եւ ներկայացնում քաղաքապետին առաջարկ կամ օրինականացնելու կամ ասենք քանդելու։ Օրինականացնելու համար նորից բացի այդ 200,000 դրամը նորից տուգանքներ է վճարելու օրինականացման համար կառավարություն ունի սահմանված նայած քաղաքի որ գոտում է գտնվում եւ գնում է օրինականացումը դրա համար բավականին թանկ է նստելու քաղաքացու վրա ես խորհուրդ կտայի որ թեկուզ սեփական հողում ինքնական որևէ գործունեություն չծավալել։ Ինքնակամ շինությունների օրինականացման բոլոր խնդիրները նախ քննարկվում են քաղաքաշինական խորհրդի նիստում, այնուհետ առաջարկը ներկայացվում է քաղաքապետին։ Այս տարի դեռևս քաղաքաշինական խորհրդի 1 նիստ է կայացել, քննվել է 41 գործ, 32-ին տրվել է դրական գնահատական, 4 գործ մերժվել է, 5-ն էլ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։ Տեղերում պիտի տեսնեն, Պապանյանը շտապում է ավելացնել տնակների օրինականացման մասին, խոսք լինել չի կարող։ Կառավարության որոշմամբ թույլտվության նախապայմանը շինության արտաքին տեսքը, անհրաժեշտ ամրությունը, սանիտարահիգիենիկ անհրաժեշտ պայմանների առկայությունը, լուսավորությունը եւ այլն։ Եթե շենքը գտնվում է կիսակառույց վիճակում, սա եւս օրինականացման ենթակա է, բայց ոչ թե անվճար, արդեն վճարովի հիմունքներով գործում է կառավարության մեկ այլ որոշում։ Ուրեմն անվճար օրինականացվում են այն շինությունները, որոնք լիովին ավարտված են եւ մարդիկ բնակվում են այդտեղ։ Անցած տարի ինքնակամ շինությունների օրինականացման 363 գործ է քննվել, մերժվել է 11 դիմում։ Նույն տարվա ընթացքում էլ կառուցվել է ինքնակամ 3 շինություն, դրանք հայտնաբերվել են, տերերը տուգանվել մոտ 1 միլիոն դրամի չափով, հայտնաբերվել են նաև նոր սկսված շինարարություններ, դադարեցվել են։ Անկախ դիրքից, անկախ զբաղեցած պաշտոնից տուգանվում են բոլորը։ Տուգանվել է եւ ավականու անդամ, եւ դատախազության աշխատակից, եւ ոստիկանության աշխատակից, եւ բարձր պաշտոն զբաղեցող պաշտոնյա, այնպես որ հաշվի չի առնում նրա, եթե կատարել է զանցանք, նրա համար պետք է վճարի։
Այս տարին նոր է սկսվել, հայտնաբերվել է ապօրինի շինարարության մեկ դեպք, այն կանխվել է, տուգանք չի կիրառվել։ Հերմինե Զարմանյան, Արմեն Շահբազյան, Վանաձորյան օրեր։ Գետերի հուների մաքրման աշխատանքներն են սկսվել Վանաձորի որ հատվածներում ինչ աշխատանքներ են տարվում եւ երբ կավարտվեն, տեսանյութում։ Արդեն գարուն է նախ ձնհալը, ապա նաև դրան հաջորդող սելավներն իրենց դրական ազդեցությունից բացի ունենում են նաև բացասական հետևանքներ։ Գետերը վարարում են, դրանց մեջ ամիսների ընթացքում տիղմ ու աղբ է կուտակվում, ինչն էլ երբեմն դառնում է հեղեղումների պատճառ։ Դրանից խուսափելու համար Վանաձորի քաղաքապետարանը յուրաքանչյուր գարնան հայտարարում է մրցույթ, շահած ընկերությունն էլ ստանձնում է գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացումը։ Այս տարի աշխատանքներն արդեն սկսված են։ Մոսմար ընկերությունը մարտի 1-ից սկսել է աշխատանքները։ Մեր նկարահանման պահին մաքրվում էր Տանձուտ գետը։ Ծրագրով նախատեսված է մաքրել Վանաձոր քաղաքի 4 գետ, այս պահին մաքրվում է Տանձուտ գետը, մաքրվելու է Խաչի ձորի գետը, Փամբակ գետը եւ Բզովդար գետը։ Ծրագիրը սկսվում է մարտի 1-ից, ծրագրի ավարտը նախատեսված է մայիսի 30-ին։ Քաղաքի Խաչի ձոր կոչվող հատվածում աշխատանքները եւս մասամբ ավարտված էին։ Այստեղ եւս եղանք ու ականատես եղանք աշխատանքային process-ին։ Շնորհակալություն ձեր արած չարչարմունքի համար, որ մենք շատ ուրախացանք, բայց մարդիկ կան, որ իրանց վրա չեն զգում։ Զիբիլը լսում են մեջը, շատ գոհ շնորհակալություն, ապրեք։ Գետերի հուների մաքրման աշխատանքները Վանաձորի տարածքում տևելու են 3 ամիս։ Հերմինե Զարմանյան, Արմեն Շահբազյան, Վանաձորյան օրեր։ Գետերի հուների մաքրման աշխատանքները ներկայացնելու ընթացքում մեր նկարահանող խումբն այցելեց նաև Հալաբյան կամրջի մոտ։ Քաղաքացիների կողմից պարբերաբար թափվող թե շինարարական, թե կենցաղային մեծ չափերի հասնող աղբը նորից հակահիգիենիկ վիճակ էր ստեղծել կամրջի շրջակայքում, դարձել գետի հունի աղտոտման պատճառ։ Վանաձորի քաղաքապետը հանձնարարել էր նորից մաքրել տարածքը, թեև այն տեխնիկայի համար դժվարամատչելի է։ Մեր նկարահանումից օրեր անց աշխատանքներն իրականացվեցին։ Դրանց մասին Վանաձորի քաղաքապետարանի տրամադրած տեսանյութն է պատմում։ Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանձնարարեց համապատասխան ծառայություններին մաքրել Տանձուտ գետի աջ ափին Հալաբյան փողոցի հարևանությամբ առաջացած անօրինական աղբավայրը։ Աղբավայրն առաջացել էր բնակիչների կողմից դիմաց թաղամաս տանող կամրջի բետոնե թռիչքի տակ շինարարական եւ կենցաղային մեծածավալ աղբաթափումի հետևանքով, ինչը բնակիչները կատարում էին հիմնականում գիշերվա ժամերին։ Տեղանքը բավականին բարդ է եւ աղբահանության ծառայություն մատուցող ընկերությունները չունեին հատուկ տեխնիկա եւ բավարար մարդկային ներուժ դիմաց թաղամաս տանող կամրջի տակ եւ անմիջապես Տանձուտ գետի աջ ափին գոյացած աղբավայրը մաքրելու համար։ Օրերս գետերի հուների մաքրման աշխատանքներ ծրագրի շրջանակներում քաղաքապետարանը կարողացավ ի վերջո մաքրել քաղաքի կենտրոնից այդ աղբավայրը։ Այժմ զբոսաշրջային վայր համարվող Թթու ջուր աղբյուրին հարակից գետի հունը կունենա մաքուր տեսք, սակայն միայն մաքրելը բավարար չէ, անհրաժեշտ է, որ բնակիչներն իրենք մաքուր պահեն տարածքը եւ այն կրկին չվերածեն աղբավայրի։ 4 օր է սկսել ենք Տանձուտ գետի մաքրման աշխատանքները եւ Հալաբյան կամուրջի տակ մեծ քանակությամբ շինարարական աղբերին լցել նույնպես մաքրում ենք հենց այս պայն Հալաբյանի տակի կամուրջի տակն ենք մաքրում շինարարական աղբից կոչ եմ անում եւ նույնիսկ խնդրում եմ որպես շինարարական աղբը գետերը չլցնեն նույնիսկ եթե շինարարական աղբը զանգեն մեզ մենք օգնենք տեղափոխենք այնտեղ որտեղ պետք է թափվի շինարարական աղբը։ Վանաձորում սկսվել են նաև ծառայետման եւ ծառատունկի աշխատանքները։ Դրանք տարբեր փողոցներում վաղուց ընթացքի մեջ են։ Մեր նկարահանման պահին հետվում էին Երևանյան փողոցի ծառերը։ Մի շարք փողոցներում շիվեր էին տնկվում։ Վանաձոր քաղաքի կանաչապատման մրցույթը տեղի է ունեցել փետրվարի 24-ին, փետրվարի 28-ին Կոմսեվ ՍՊ-ի հետ կնքվել է կանաչապատման աշխատանքերի կատարման պայմանագիր։ Կանաչապատման աշխատանքները մենք արդեն սկսել ենք ամսվա սկզբից։ Սկզբնական կատարվում է ծառայետման աշխատանքներ, ծառատունկա կատարվել, ծառատունկը կատարվել է Կարեն Դեմերճյան փողոցում, ծառայետման աշխատանքները կատարվում է Շիրակացի փողոցում, Երևանյան խճուղի 68 շենքի դիմաց է կատարվել է թաթերական Աբելյանի հարևանությամբ, թաթերական 2 հասցեում, Կարեն Դեմերճյանի վրա կատարվում է վաղկանանային մաքրում աղբից, կանաչ տարածքները եւ ծաղկանոցները եւ ընդհանրապես ամբողջ քաղաքում է կատարվում վերջատրված պայմանագրով հնարավորությունից ելնելով եթե հնարավորություն լինի գրություն կգրենք քաղաքապետին կխնդրենք որպեսզի երկացի կախված եղանակային պայմաններից։
Կանանց միամսյակն ընթացքի մեջ է ուշադրությունը ժամանակին, երբեմն անակնկալի տեսքով։ Մարտի 11-ին ազգային ժողովի պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը եւ Էդմոն Մարուքյանը լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանի եւ Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանի ուղեկցությամբ այցելեցին Վանաձորաբնակ պատերազմի եւ աշխատանքի վետերան Սրփուհի Կրոյանին, շնորհավորելու նրան ծննդյան 90-ամյա հոբելյանի եւ կանանց միամսյակի կապակցությամբ։ Նրանք ջերմ բարեմաղթանքի խոսքեր հղեցին տարեց կնոջը, հանձնելով ծաղիկներ եւ նվեր։ Անցնող շաբաթվա ընթացքում անցկացվեց նաև Սեղանի թենիսի Վանաձոր քաղաքի առաջնությունը, ինչպիսին էր այն եւ ինչպես ելույթ ունեցան մարզիկները։ Իմացեք հենց հիմա։ Սեղանի թենիսի Վանաձոր քաղաքի առաջնությունն ավարտվեց, այն Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի օրացուցային պլանով նախատեսված առաջնություններից հերթականն է։ Երրորդյա պայքարն անզիջում էր, մարզիկներն ամեն ինչ անում էին լավագույնս հանդես գալու համար։ 4 մարզական կազմակերպություն ներկայացրեց 36 մասնակցի։ Առաջնության մակարդակը կազմակերպիչները բարձր են որակում, նաեւ այն պատճառով, որ մասնակիցները հանրապետության առաջնություններում բարբերաբար լավագույնս հանդես եկող մարզիկներ են։ Մրցումները անցավ կազմակերպված շատ հաջող, նվերները որ ստանում են երեխեքը եւ ուրախանում են եւ ավելի ոգևորվում ու ավելի լավ մասնակցում։ Լավագույնը ճանաչվելու համար պայքարը երկու ձևում էր ընթանում՝ տղաների եւ աղջիկների անհատական պայքար եւ զուգախաղեր։ 3 օրյա պայքարից հետո գրավել եմ առաջին տեղը եւ շատ ուրախ եմ։ Ես այս երկու օրվա թեժ պայքարից հետո գրավեցի երկրորդ տեղը։ Մենք աղջիկների զուգախաղերում գրավել ենք առաջին տեղը, արդեն երևի 8 տարի էին զբաղվում ենք տվյալ սպորտով եւ իհարկե շատ ենք սիրում, շատ շնորհակալություն ենք հայտնում մեր մարզիչներին, Ռաֆիկ Ղազարյանին, Աշխեն Ասոյանին, նրանց շնորհիվ է, որ մենք նման ձևով լավ խաղում ենք, առաջընթաց կա։ Իհարկե շատ դժվար էր, 2 օր տևեցին, բայց հաղթեց ուժեղագույնը։ Հավաքականի մարզիչը գոհ է մասնակիցների վարպետությունից, սակայն ասում է, ավելի լավ կարող էր լինել, եթե բարձրակարգ 3 մարզիկ վատառողջ լինելու պատճառով չբացակայեին։ Հերմինե Զարմանյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Մարտի 18-ին տեղի է ունենալու Վանաձորի քաղաքապետի տարեկան հաշվետվությունը, հաջորդ թողարկմանը կներկայացնենք այն բոլոր մանրամասներով, ինչից հետո յուրաքանչյուր շաբաթ Վանաձորյան օրերը կներկայացնի Վանաձորի քաղաքապետարանի յուրաքանչյուր բաժնի առանձին հաշվետվությունը, հեռուստադիտողին հնարավորություն տալով ծանոթանալու բաժինների աշխատանքների կատարմանն ու դրանց որակին։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մինչ նոր հանդիպում։